Ինչպես ազատվել ծխելու և ալկոհոլի կախվածությունից։ Նախ հաստատուն որոշում կայացրու քեզ ազատելու այս ծխելու և ալկոհոլի կախվածություններից և ամեն անգամ, երբ որ ցանկությունը գա, ձեռքդ վերցրու ավետարանը և մի գլուխ կարդա։ Եթե ցանկությունը չգնա, մի գլուխ էլ կարդա։ Եվ այդպես շարունակ։ Աստծո խոսքը մարդու խոսքից տարբեր է և զորություն ունի։ Նույնիսկ եթե դու էլ սկզբում չհասկանաս, թե ինչ ես կարդում, ապա իմացիր, որ չար հոգիները, ովքեր այդ ծխելու և ալկոհոլի ցանկություններով մարտնչում են քո դեմ, իրենք կհասկանան, թե դու ինչ ես կարդում և միառժամանակ կհեռանան քեզանից։ Եթե չես հավատում իմ այս խոսքերին, ապա լսիր հետևյալ պատմությունը, որ կարդացել եմ Ուխտավորի ճանապարհը գրքում։ Ռուսական բանակի մի հրամանատար ուխտավորին պատմում է, որ նախկինում ինքը հարբեցող էր։ Դրա պատճառով կորցրեց իր պաշտոնն ու կոչումը բանակում և դարձավ զինվոր։ Մի օր մեզ այցելեց մի վանական, երբ նա տեսավ իմ տխուր դեմքը, հարցրեց, թե ինչ է պատահել։ Իմանալով, որ հարբեցողության պատճառով կորցրել եմ ամեն ինչ, ինձ ասաց, որ իր եղբորն էլ նման բան է պատահել։ Նրա հոգևոր հայրը նրան ավետարան է տվել և ասել, որ կարդա մեկ գլուխ ամեն անգամ, երբ խմելու ցանկությունը վերադառնա։ Իր եղբայրը ընդունել էր խորհուրդը և այդպես վարվելով կարճ ժամանակում հարբեցողության մոլուցքը հեռացել էր նրանից։ Ես սովոր չեմ ավետարանը կարդալու, ասացի վանականին։ Քունս էլ է տանում, երբ ամեն անգամ ձեռքս եմ վերցնում այն։ Ոչինչ, երբ որ խմելու ցանկությունը գա, դու մեկ գլուխ ավետարանից կարդա։ Քո խմելու մոլուցքը չարի գործն է։ Երբ դու կարդաս Աստծո խոսքը, չարը քեզանից կհեռանա, ասաց վանականն ու ինձ նվիրեց իր Աստվածաշունչը։ Ես այն դրեցի պայուսակիս մեջ ու մոռացա այդ մասին։ Որոշ ժամանակ անց անդիմադրելի խմելու ցանկություն առաջացավ։ Պայուսակս բացեցի, որ փող վերցնեմ գինի գնելու համար։ Տեսա Աստվածաշունչը և հիշեցի վանականի հորդորը։ Կարդացի Մատթեոսի ավետարանի առաջին գլուխը և շատ բան չհասկացա։ Հետո հիշեցի, որ վանականն ասեց, որ եթե չհասկանաս, մի գլուխ էլ կարդա։ Լավ, մտածեցի ես, մի գլուխ էլ կարդամ։ Երկրորդ գլուխը մի քիչ ավելի շատ հասկացա և որոշեցի երրորդն էլ կարդալ։ Այդ ժամանակ զորանոցի զանգը հնչեց և այլևս չէի կարող դուրս գալ գինի գնելու համար։ Առավոտյան, երբ արթնացա, պատրաստ էի գինու համար խանութ վազելու, բայց մի միտք եկավ մեջս, որ նախ մի գլուխ էլ կարդամ ավետարանից, հետո գնամ խանութ։ Կարդացի և ավելի լավ զգացի։ Հետո խմելու ցանկությունը նորից եկավ։ Արդեն քաջալերված նորից մի գլուխ կարդացի։ Որքան շատ էի անում այսպես, այնքան խմելու ցանկությունը դիմադրելն ավելի հեշտ էր դառնում։ Երբ ավարտեցի կարդալ 4 ավետարանները, խմելու ցանկությունն ամբողջապես հեռացավ ու արդեն 20 տարի է ես ապրում եմ առանց կախվածության։ Տեսնում ես, սիրելի բարեկամ, թե ինչ ուժ ունի Աստծո խոսքը։ Դու էլ այդպես վարվիր չար կախվածությունից, որևէ չար կախվածությունից ազատվելու համար։ Եվ եթե այս փոքրիկ պատմությունը քեզ քաջալերեց ու մտորելու տեղիք տվեց, խնդրում եմ դու էլ կիսիր քո ընկերների ու բարեկամների հետ։ Ինչ իմանաս, թերևս մեկն էլ որևէ նման կախվածություն կունենա և կարող է օգտվել այսպես Աստծո խոսքին ապավինելով։ Աստծո խաղաղությունն ու ողորմությունը միշտ լինի ձեր վրա։ Աստված ձեզ օրհնի։